Եթերում հերթապամաս հաղորդաշարի Կիրակնորյա թողարկումն է, բարև ձեզ, հաղորդման մեջ տեղ գտես նյութերը նախ ամփոփ տեսաշարով։ Նույնիսկ եթե իրավապահ մարմինների կողմից չի հայտնաբերվում պայթուցիկ սարք, այնուամենայնիվ կեղծահազանգը հասարակական լուրջ վտանգ է ներկայացնում։ Երբ կասկածյալները փորձել էին գողանալ Մերսեդեսի պահեստային անվադողը, մեքենայատերը մոտակայքում էր եղել և նկատել էր նրանց, մենակ չէր, վրային հասել և փորձել բռնել։ Երկու համագյուղացի, որ վաղուց լեզու չէին գտնում, նորից վեճի էին բռնվել, հայհոյել քաշքշել էին իրար, գյուղի տղաները միջամտել էին, բայց միջադեպը կանխել չէր հաջողվել։ Հաղորդման սկզբում անդրադառնանք դանակահարության երկու դեպքի, երկուսն էլ այսպես ասած կենցաղային հողի վրա կատարված։ Երկուսի դեպքում էլ բնականաբար խոսքը գործի կարող էր չհասնել, բայց պակասել էր հանդուրժողականությունը։ Դանակահարություններից մեկի բացահայտումը Արմավիրի, մյուսը Թումանյանի բաժինների ոստիկանների գործն է։ Նալբանդյան գյուղում դանակահարություններ եղել։ Մայիսի 25-ին օրը ցերեկով գյուղի հուշարձանի հարևանությամբ գտնվող տաղավարներից մեկի մոտ երկու համագյուղացի, որ վաղուց լեզու չէին գտնում, նորից վեճ էին բռնվել։ Հայհոյել քաշքշել էին իրար, գյուղի տղաները միջամտել էին, բայց միջադեպը կանխել չէր հաջողվել։ Դանակահարվածին գյուղացիները սկզբում տեղի բուժամբուլատորիա, ապա Արմավիր բժշկական կենտրոն հասցրին։ Ոստիկանության Արմավիրի բաժնում կատարվածի մասին տեղեկացան բուժամբուլատորիայից։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, թե դանակահարողն ինքն է նրան Արմավիր տեղափոխում։ Հիվանդանոց շտապող մեքենային հավասար բժշկական կենտրոն էին հասել, բայց տեղեկությունը հավաստի չէր։ Տեղ հասնելուն պես ոստիկաններն արձանագրեցին, թե տղամարդը վնասվածքը որտեղ է ստացել, ով է բերել։ Գրի առան ախտորոշումը, որովայնի առաջնային պատի կտրած ծակած թափանցող վերք, զրուցեցին բժշկի հետ և միշտ ուժողին կվիրահատեին, հասցրին մի քանի խոսք փոխանակել նրա հետ։ Ըստ ուժողի, մարմնական վնասվածքը ստացել էր գյուղում վայր ընկնելու հետևանքով, հայտարարություն, որը ոչ բժիշկներին, ոչ էլ ոստիկաններին հավատ չէր ներշնչում։ Ուժողը հիվանդանոցում թաքցրեց դեպքի իրական հանգամանքները, սակայն հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ անցկացվեցին Նալբանդյան գյուղի բնակիչների շրջանում, որի արդյունքում էլ տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Դավիթ Մնացականյանը։ Վերջինիս դեպքից ժամեր անց իր բնակարանից բերման ենթարկեցինք ոստիկանության Արմավիրի բաժին։ Դավիթ Մնացականյանն ու տուժողը մոտ 3 տարի ընդհարված էին, պատճառը խանդն էր։ Դավիթը նախկին ընկերոջն արգելել էր իր տուն գալ, բաժանվել էր կնոջից, բայց ըստ իրեն դավաճանությունը մոռանալ չէր կարողանում։ Դե հանդիպավ ինքը, հանդիպավ կանչեց, ասի, լսի, ասի, ես քո հետ չեմ ուզում հանդիպեմ, հեռու գնա, հեռացի ինձանից։ Հարցակվա վրես տրոսով ու դանակով։ Հարցակվա վրես, չգիտեմ թե ոնց ելավ, ձեռքից թռավ այդ դանակը քացով խփի, ոտս կպա թե ինչ է, հարցակվերա վրես։ Այդ պահին, չգիտեմ թե ոնց ելավ, այդ դանակը կպավ իրան։ Ասենք խառը մոմենտ էր։ Մնացականյանը չէր հերքում, որ մարմնական վնասվածքն ինքն է պատճառել, նույնիսկ պնդում էր, թե որոշել էր անձամբ ոստիկանություն գալ, սակայն նրա ու ուժողի պատմածի մեջ մի հակասություն կար։ Ըստ ուժողի, այդ օրն իր մոտ դանակ չէր եղել։ Գյուղում հանդիպանք իրար, ասի արի մի րոպե առանցին բան եմ ասում, էլի։ Կրացավ դանակը հանած ու խփեց, դա ես ինչ պատկերացնել կարող խփի դանակով էլ։ Իրա դանակն է։ Այդ հակեն վախտա իր այդ մանա դալում։ Իրականում ինչն ինչպես է եղել, քննությամբ կպարզվի։ Դանակը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։ Վիրահատությունն անցել է հաջող, հիվանդի վիճակը կայուն է։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով դիտավորության առողջությանը ծանր վնաս հասցնելը հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։ Մայիսի 18-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Լորվա մարզի Ծաթեր գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղացիների միջև։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի և հանգուցալուծվել դանակահարությամբ։ Արագ արձագանքման արդյունքում ոստիկանները ճշտեցին վիճաբանություն ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։ Կարճ ժամանակ անց պարզեց նաև դանակահարողի անունը։ Վանիկ Պողոսյանն էր, որը դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում
կասկածյալը դեպքի հաջորդ օրը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Թումանյանի բաժին եւ խոստովանեց. հիշյալ օրը գյուղացիներից մեկի տանն էին եղել, մասնակցել էին տանտիրոջ կազմակերպած հացկերույթին։ Հետո արդեն գինովցած վիճակում վեճ էր ծագել Վանիկ Պողոսյանի եւ ներկաներից մի քանիսի միջև։ Դուրս են եկել բակ եւ այնտեղ շարունակել, բայց արդեն առավել ագրեսիվ։ Լսելով վիճողների ձայները նրանց էր մոտեցել հարևանությամբ ապրող համայնքապետը եւ փորձել հանդարտեցնել, սակայն Վանիկ Պողոսյանը ոչ միայն տեղի չէր տվել հորդորներին, այլև անմիջապես կռվի էր բռնվել նրա եւ պատահմամբ այդտեղ հայտնված համայնքապետի եղբոր հետ։ Ինքն ուզում էր հանդարտացնի, այդ բաժ սկացանք աղբերն եկավ, վիճվեց, ես երկուսին էր խփեց դանակով։ Պողոսյանը հասցրել էր դանակով հարվածել համայնքապետի ձեռքին եւ եղբոր ոտքին, հետո փախել էր դեպքի վայրից։ Քննությունը շարունակվում է։ Հաջորդ տեսանյութի հերոսն առաջին անգամ չէր հայտնվում մեր տեսախցիկի առաջ։ Նախորդի պատճառն էլ գողություններ։ Մասնագիտացել էր ավտոմեքենաներից գազի բալոններ եւ այլ պահեստամասեր տանելու գծով։ Այս անգամ էլ պատճառը նույնն էր։ Պարզապես գործընկեր էր գտել եւ փորձել կատարելագործել հմտությունները, ընդլայնել ծավալները, բայց հաջողել էր ընդլայնել միայն հետևանքները։ Մայիսի 29-ի առավոտյան Երևանի Աբովյան եւ Խորենացու փողոցներն այսպիսի տեսք ունեին։ Վթարի ենթարկված ու ջարդված 6 մեքենա, որոնք այդ օրն էին ընկել ընդամենը ժամեր առաջ տեղի ունեցած հոլիվուդյան թրիլեր հիշեցնող պատահարի հետևանքով։ Դեռ լույսը չբացված այդտեղ էին ջարդուփշուր եղած բոլոր մեքենաների տերերն ու վարորդները, բացի մեկից՝ Խորենացու փողոցում կայանած Lexus-ի վարորդից եւ ուղևորից, որոնք արդեն ոստիկանության կենտրոնականի բաժնում էին։ Հենց նրանք էին տեղի ունեցածի մեղավորները։ Երևանցիներ 1988 թվականին ծնված, նախկինում մեկ անգամ դատապարտված Արմեն Դանիելյան եւ 1991 թվականին ծնված Արման Գրիգորյան բերման էին ենթարկվել Խորենացու փողոցի մոտակայքից, կասկածանքը գողության փորձներ։ Լուսաբացին ժամը 6-ի սահմաններում ծառայություն ենք իրականացնում Թումանյան փողոցում, երբ ահազանգ ստացանք, որ Աբովյան փողոցում երկու անհայտ անձինք փորձել են կայանած մեքենաներից մեկից գողություն կատարել, սակայն չկարողանալով դիմել են փախուստի։ Րոպեներ անց հասանք Խորենացի փողոց, որտեղ կասկածյալները թողնելով իրենց Lexus Magnus-ի ավտոմեքենան, ոտքով դիմել էին փախուստի։ ՊՊՑ գնդի ծառայողների հետ միասին ձեռնարկած օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում կիսակառույցներից մեկում հայտնաբերեցինք երկուսին էլ եւ ներկայացրեցինք ոստիկանության կենտրոնականի բաժին։ Արման Գրիգորյանին մեր նախկին թողարկումներում արդեն անդրադարձել ենք, այն ժամանակ էլ պատճառագողություններ եւ կրկին մեքենաներից։ Նախորդ փորձից փաստորեն Գրիգորյանը ոչ միայն չէր խրատվել, այլև ավելի առաջ էր գնացել, առավել կատարելագործելով գողության մեխանիզմը, նույնիսկ գործընկեր էր ճարել։ Արմանը պարակատեր վեկալ է Lexus-ի, իրար հանդիպել ենք, որոշենք որ գողություն անենք։ Նախապատրաստվելով հավուր պատշաճի, ուղղություն էին վերցրել մայրաքաղաքի Աբովյան փողոց, հանել էին Lexus-ի համարանիշներն ու անցել գործի։ Թիրախը մայթեզրին կայանած Mercedes-ներ։ Փողոցում ուզում էինք G-կլասի զապասը հանենք, չհասցրեցինք, անենք տերերին եկան, մենք էլ փախուստի դիմեցինք։ Չէր ստացվել գողությունը, իցավ իրենց, չստացվեց նաև փախուստը, ու մեքենայով գնացել էին խոյահարման այլ մեքենաների հետ։ Կանգ էին առել Խորենացու փողոցում միայն երբ իրենց ավտոմեքենան էլ շարքից դուրս էր եկել։ Արագ թողել էին մեքենան եւ ապավինել ոտքերին, բայց հազարամյակների փորձություն անցած այս փոխադրամիջոցն էլ չէր արդարացրել։ Րոպեներ անց հայտնաբերվել էին իրավաբանների ջանքերով բերման ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ արդեն խոստովանական բացատրության դրվագներ։ Արմեն Դանիելյանն ու Արման Գրիգորյանը ձերբակալված են։ Քննությունը շարունակվում է։ Արթիկում կատարված գողությունը թարմ հետքերով բացահայտվողներից չէր։ Խանութպանը միայն առավոտյան էր հայտնաբերել հափշտակության հետքերը։ Օպերատիվ աշխատանքը տևեց 3 օր, կասկածյալն էլ բերման ենթարկվեց իրեղեն ապացույց գողոնի մի մասը ձեռքին։ Մայիսի 19-ի առավոտյան ոստիկանության Արթիկի բաժին էր դիմել քաղաքի բնակիչներից մեկն ու գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Տուժողի ներկայացմամբ առավոտյան ժամը 8-ին եկել էր իր խանութ եւ հայտնաբերել վաճառասրահի պատուհաններից մեկի փեղկը բացած վիճակում։ Ներս էր մտել եւ տեսել, որ գողություն են կատարել։ Վնասի չափն ըստ տուժողի 400,000 դրամ էր, գողացել էին տարատեսակ ապրանքներ։ Հաղորդումը ստանալուն պես Արթիկի ոստիկանները մեկնեցին դեպքի վայր, ուսումնասիրեցին տարածքը, հանցագործի մուտք ու ելքի ուղիները, ձեռնարկվեցին համալիր գործողություններ, ցանկալի արդյունքը երկար սպասել չտվեց։ Շուտով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ խանութից գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ 1993 թվականին ծնված Արշավիր Կեզացյանը։ Ճշտվեց նաև, որ Կեզացյանը գողոնն ամենայն հավանականությամբ թաքցնում է Արթիկի մարզադաշտի հետնամասում գտնվող չօգտագործվող նկուղում։
Կասկածյալին Գողոնով հանդերձ հայտնաբերելու եւ բերման ենթարկելու նպատակով իրականացվեցին օպերատիվ գործողություններ, ուսումնասիրվեց նրա շարժը, Գողոնի հավանական գտնվելու վայրերում իրականացվեցին դարանակալումներ։ Բացահայտման գործողությունները հանգուցալուծվեցին մայիսի 22-ի վաղ առավոտյան, երբ Կեզացյանը մարզադաշտի մոտ գտնվող նկուղային տարածքից փորձում էր վերցնել Գողոնը։ Նկատելով իրեն մոտեցող ոստիկաններին գցեց ավարն ու փորձեց փախչել։ Ոստիկաններից խույս տալ սակայն չհաջողվեց եւ Գողոնով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանության արտիքի բաժին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արշավիր Կեզացյանը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։ Ներկայացվող դեպքում ամեն ինչ մի տեսակ անսովոր ստացվեց։ Գործողությունները զարգացան հակառակ տրամաբանության։ Մայրաքաղաքում ծառայություն կատարող ոստիկանների հոգատար վերաբերմունքն էլ չէր օգնել տարեց կնոջը հիշելու իր հասցեն ու անձնական տվյալները։ Իսկ երբ ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ կորչելու մասին հաղորդում էր ստացվել, մնում էր միայն համեմատել տվյալները։ Լինում են դեպքեր, երբ ոստիկանություն դիմաց քաղաքացին հայտնում է, որ ընտանիքի անդամը կամ հարազատը անհայտ կորել է։ Դիմողը հաղորդում է տալիս, ոստիկանները սկսում են որոնողական աշխատանքը։ Այս մասին տեղեկանում է նաև ոստիկանության մյուս ստորաբաժանումները։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հայտարարություն է տեղադրում կայքում, լուսանկարը ցուցադրում հեռուստատեսությամբ։ Սակայն այս անգամ ամեն ինչ սկսվել էր հակառակ ծայրից։ Ոստիկաններն անհայտ կորածին գտել էին մինչ հարազատների հաղորդում տալը։ Մայիսի 24-ին ոստիկանության բարեկապահագետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հայտնաբերել էին մոլորված տարեց կնոջն ու օգնության ձեռք մեկնել։ Լենինգրադյան փողոցով անցնելիս Կիևյան կամուրջի մոտ չհասած նկատեցինք մի տարեց կնոջ, որը շատ մոլորված եւ շփոթված տեսք ուներ, մոտեցանք նրան եւ փորձեցինք պարզել նրա ինքնությունը։ Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ նա չի հիշում իր անձնական տվյալները եւ բնակության վայրը։ Կնոջը օգնություն ցուցաբերելու եւ ինքնությունը պարզելու նպատակով ներկայացրեցինք ոստիկանության Մաշտոցի բաժին։ Հիշողությունը կորցրած կինն այդպես էլ չէր մտաբերել անձնական տվյալները, նույնիսկ ապակողմնորոշել էր, իբր Ղարաբաղում է ապրում, եւ ոստիկանները մինչ հարազատներին կգտնեին, նրան անօթևաների կացարան էին տեղափոխել։ Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին մի տարեց տղամարդ դիմեց։ Նրա հաղորդման համաձայն կինը Քանաքեր հեկի բնակիչ Վարյա Հակոբյանը մայիսի 21-ին տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել։ Ամուսինը ոստիկաններին պատմեց նաեւ կնոջ հիվանդության մասին։ Առաջին անգամ չէր նման դեպք լինում։ Մի օր կորել էր, գտել էին։ Մի ուրիշ անգամ ինքն էր վերադարձել, իսկ հիմա 2 օրեր արդեն չկար։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները համապատասխան ճշտումներ արեցին, կապվեցին տարբեր բաժինների հետ եւ պարզվեց, որ Վարյա Հակոբյանը հենց այն տարեցկինն է, որին ոստիկանության բարեկապահագետային ծառայության գնդի ծառայողները հայտնաբերել էին։ Մայիսի 25-ին անօթևաների կացարանից Վարյա Հակոբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացավ նաեւ ամուսինը։ Ոստիկանությանը շատ շնորհակալություն եմ հայտնում, որ այս կարճ ժամանակում հայտնաբերեցին իմ կնոջ։ Դժվար էր ասել Վարյան ճանաչել էր ամուսնուն թե ոչ, բայց որ րոպեներ անց տանն էր լինելու ակնհայտ էր։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած բազում դիմում հորդորներին, չնայած բացահայտումներին ու պատիժներին, չեն նվազում հասարակական վայրերում ու շենքերում տեղադրված պայթուցիկ սարքերի մասին կեղծահազանգերը։ Ամեն անգամ բոլոր պատկան մարմինների ներկայացուցիչները մեկնում են դեպքի վայր, կատարում մարազնին որոնում, ծախսելով եւ ուժեր եւ միջոցներ։ Հասկանալի է, որ նման ահազանգերը կատակի տեղ դնել չի կարելի եւ հատկապես նման ահազանգողները պետք է հասկանան, որ իրենց արարքը բոլորովին էլ կատակ չէ, հանցագործություն է քրեորեն պատժելի արարք։ Մեր թեմատիկ էջը 1997 թվական Երևան Զվարթնոց օդանավակայան Ամեն ինչ սովորականի պես էր, ոմանք ճանապարհում էին իրենց հարազատներին, ոմանք դիմավորում։ Ինքնաթիռներից մեկն արդեն պատրաստվում էր թռիչքի, եւ հենց այդ պահին ահազանգ է հնչում ոստիկանություն։ Այս ինքնաթիռը, որը պատրաստվում է թռիչքի, շուտով պայթելու է, ռումբ է տեղադրված։ Ոտքի են հանվում արտակարգ իրավիճակների ազգային անվտանգության ոստիկանության դատախազության ստորաբաժանումները, սկսվում են պայթուցիկ նյութի որոնումները, սակայն ոչինչ չի հայտնաբերվում։ Ահազանգը կեղծ էր։ Զանգահարողի ինքնությունը պարզելու եւ հանցագործության բացահայտման աշխատանքներին ներգրաված էր նաեւ տրանսպորտային դատախազության ավագ քննիչ Սերգեյ Աբրահամյանը։ Նրա խոսքով երկար ժամանակ չպահանջվեց զանգահարողին գտնելու համար։ Ճանապարհողներից մեկն էր, որը չէր ցանկանում իր կինը մեկնի Հայաստանից։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ խուլիգանության հոդվածով։ Քրեական օրենսգրքում առանձին հոդված
ահաբեկության մասին սուտ հաղորդում տալու վերաբերյալ գոյություն չի ունեցել։ Այդ արարքը պարզապես որակում էր որպես խուլիգանություն։ Նույն 1997 թվականին Զվարթնոց օդանավակայանի գործով հանդես եկող քննիչները առաջարկություն ներկայացրին Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին քրեական օրենսգրքում ավելացնելու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը հոդվածը։ 1998 թվականին քրեական օրենսգրքում արդեն կար համապատասխան հոդված։ Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով։ Այն դասվում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործների շարքին։ Կեղծ ահազանգների շարժառիթները տարբեր կարող են լինել։ Կատարում են խանդի հողի վրա, վրեժի հողի վրա, կամ գուցե խուլիգանական դրդումներով, ասենք մարդկանց վախեցնելով ուրախանան, կամ տապալեն որևէ միջոցառում։ Իսկ եթե հանցավորը հետապնդում է ավելի հեռահար նպատակներ, ասենք բնակության ահաբեկելը կամ պետական իշխանության մարմինների կողմից որոշումներ կայացնելուն ազդելը, ապա այստեղ մենք գործ ունենք ահաբեկչության հետ նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով։ Նման զանգերը հիմնականում վերաբերում են հանրային վայրերում, համալսարաններում, մետրոյի կայարաններում, պետական գերատեսչություններում կամ այլ շենքերում իբր տեղադրված պայթուցիկ նյութերին։ Նման դեպքերում մոբիլիզացում են հատուկ ուժեր, ահազանգի իսկությունը ստուգելու, հնարավոր հետևանքները կանխելու ուղղությամբ, որը բնականաբար կախված է լուրջ ծախսերի հետ։ Նույնիսկ եթե իրավապահ մարմինների կողմից չի հայտնաբերվում պայթուցիկ սարք, այնուամենայնիվ կեղծ ահազանգը հասարակական լուրջ վտանգ է ներկայացնում։ Այդ պահին շենքի ներսում խուճապ է սկսվում։ Չարամիտ կատակ չէր, չարամիտ հանցագործություն էր, որ մեծ ազդեցություն թողեց բոլորի, չնայած արդեն խաղաղվել ենք, բայց մեծ ազդեցություն է թողել բոլորիս վրա։ Ինչպես նշեցինք, սուտ հաղորդում տվողը ենթարկվում է պատասխանատվության քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն եթե որևէ մեկը լսել է պայթուցիկ սարքի մասին եւ ցանկանում է օգնել ոստիկաններին ու ահազանգում է, իսկ վերջում պարզվում է, որ իր զանգը չի համապատասխանել իրականությանը, արդյոք նա ենթարկվում է պատասխանատվության։ Հանցակազմն արկա է, երբ հաղորդում տվողը գիտակցում է, որ ինքը հաղորդում է սուտ տեղեկություն։ Եթե մարդը մոլորության մեջ է, սխալմամբ տալիս է նման հաղորդում, ապա նրա արարքում հանցակազմ չկա։ Ոստիկանությունը զգուշացնում է, զերծ մնացեք նման չար եւ անմիտ կատակներից, դա հանցագործություն է, ահաբեկչության մասին կեղծ ահազանգերի բոլոր հեղինակները շատ արագ բացահայտվում են։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Քայլ առ քայլ դու կպարտ ու վստահ, Եվ ոգով և ուշով դու կանցաք, ճանապարհ շատ երկար, մեզ սատար դուք դարձաք, եւ եկաք ու հասաք միշտ պատրաստ։ Իմ էզուր կառուցվեց մի հսկա, Մի բանակ, որ պատրաստ է անվար, Ատուցանը նոր ժամանքին աննկար, Եվ հույսի հավատի մեզ պաշտպան։ Որ խոսում է հաստատ, Միշտ խոհեմ աշխատանք իմես փակ, Ձեր հոգում բեցան լույսի սմբաց, Տիրոջ կամքով ստեղծված։ Ոստիկան, բարբիրոց մեզ ոցան, Դուք ապրեք կամքով զորեք, Դուք նոր է ստեղծված։ Պահապան հեշտակներ, Պահապան հեշտակներ,
Հաղորդման գործընկերն է Ellipse ընկերությունը։ Ellipse 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։